Կերակրող մայրերը բարեգործության անվան տակ կաշառք բաժանելու գործը փոխանցում են որդեգրած երեխաներ ունեցող մայրերին։ Ուժեղ տղաները դեռ ասպարեզում չկան, ընտրատասով քեքի հույսը կանանց վրա է։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է 14 անձ ընտրակաշառք տալու եւ ստանալու մեղադրանքներով։ Ասեց ինչքան շուն շանգյալ կա, բերել ես գրանցել ես շտաբիդ վրան, 200 ես տալի, հարազատներին սաղին գցել ես գյուղերը 100 ես տալի, այն շուն շանգյալներին կգցես գյուղերը 100-ով, իրանցը կգցես շտաբի վրա։ Այն երկուսն էլ աղջիկները, որ միշտ գալի եթում են առավոտ շուտ։ Այն բոշան, դրանց եկամ տեսամ 200 տվիմ, մարդը 100։ Հետ եկամ գնացիմ գորի 100-ը տվիմ։ Ձերբակալվածները ուժեղ Հայաստան կուսակցության անդամներն ու աջակիցներն են, նրանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանը փաստաբանի խոսքերով 5 որդեգրած երեխա ունի։ Տպավորություն է, թե ռուսաստանցի օլիգարխի PR թիմը նախապես հետևյալ բովանդակությամբ հայտարարություն է տարածել։ Կուսակցության գրասենյակում աշխատելու համար անհրաժեշտ են մեծաքանակ թվով բազմազավակ կերակրող մայրեր, հնարավորինս արագ զոհի կարգավիճակի մեջ մտնելու կարողությամբ։ Բարձր աշխատավարձը երաշխավորում ենք, իսկ բռնվելու ժամանակ կգանք հակակոռուպցիոնի դիմաց շոու կանենք, համացանցում աղմուկ կբարձրացնենք, դեմքի լուրջ արտահայտությամբ էլ կպնդենք, թե քաղաքական հետապնդման է կենթարկվում։ Հատուկ զգուշացում՝ կին լինելը պարտադիր է։ Իրավապաշտպան Արտուր Սաքունցը հիշեցնում է, մեկ էլ ջիհադիստներն ու իսլամական պետությունն էին կանանց ու երեխաներին օգտագործում իրենց հակամարտկային ահաբեկչական գործողությունների մեջ, սկզբում նվաստացնելու, նսեմացնելու միջոցով կախվածության մեջ դնելով նրանց ու հետո շահագործելով որպես միանգամյա օգտագործվող նյութ։ Facebook-յան իր էջում գրել է Սաքունցը. Իհարկե ուժեղներին սա չի հուզում, իրենցը վայնասուն բարձրացնելն է, թե բա եկեք, հասեք, կանանց են ձերբակալում, մոտավորապես այսպես, թողեք մարդիկ հանգիստ փող բաժանեն։ Խայտարակություն, հակակոռուպցիոն կոմիտեն կինա ձերբակալել։ Սա խայտարակություն է։ Հակակոռուպցիոն կոմիտեն պետքա փակել։ Ազգային ժողովն էլ պետքա օր առաջ օրենք ընդունի, որ եթե հանցագործությունը կատարել է կինը, ապա միանգամից դա քրեական հետապնդումը բացառող հանգամանք է։ Չհասկացա ո՞նց կարելի է կնոջը քրեական հետապնդման ենթարկել։ Այ քեզ բան։ Քանի որ այս կուսակցության շուրջ հավաքվել են մարդիկ, որոնք միայն նյութական շահագրգռվածություն ունեն, մնում է հասկանալ հաջորդ չակերտավոր քաղբանտարկյալն ով է լինելու։ 10 շուն ու 5 կատու պահող մեկին, որովհետև եթե բախտդ բերել է կինես ծնվել, դա ըստ իրենց ինդուլգենցիա է, ինչ ուզես կարող ես աչու ձախ անել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։